Որդին մորը տնից դուրս վրընդեց նրա վրեժը ձեզ շոկի մեջ կթողնի։ Ուշադիր ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ կլսեք։ Այս պատմությունը ձեզ կապացուցի, որ աշխարհի ամենավտանգավոր մարդը նա չէ, ով գոռում է, սպառնում կամ տեսարան է սարքում։ Ամենավտանգավոր մարդը նա է, ով լռում է, դիտում, սպասում։ Եվ երբ նրանք գործում են, արդեն ուշ է փախչելու համար։ Սա Դոնա Կարմեմի 70-ամյա կնոջ պատմությունն է, որին իր սեփական որդին դուրս է շպրտել տնից։ Նետել է փողոց, ինչպես աղբ։ Անարգանք է կրել հարանների աչքի առաջ։ Վերաբերվել է ավելի վատ, քան կենդանու։ Բայց որդին չգիտեր, որ նա թույլ է տալիս իր կյանքի ամենամեծ սխալը։ Որովհետև Դոնա Կարմեմը թույլ անպաշտպան ծեր կին չէր։ Դոնա Կարմեմը մի կին էր, որն իր ամբողջ կյանքն անցկացրել էր գաղտնիքներ պահելով։ Եվ երբ նա որոշեց օգտագործել այդ գաղտնիքները, որդու կյանքը վերածվեց դժոխքի։ Եթե կարծում եք, որ գիտեք վրեժխնդրության պատմություններ, ապա դեռ ոչինչ չեք տեսել։ Դոնա Կարմեմի արածը ձեզ խոսքը կտրի։ Այն ձեզ կստիպի ծափահարել կանգնած։ Եվ դա ձեզ կսովորեցնի մի դաս, որը երբեք չեք մոռանա։ Երբեք մի թերագնահատեք մորը։ Շարունակելուց առաջ բաժանորդագրվեք ալիքին միացրեք ծանուցումները, թողեք լայք, քանի որ այս պատմությունը արժանի է դրան, կիսվեք դրանով այն մարդու հետ, ով պետք է սովորի հարգել իր ծնողներին։ Եվ հիմա պատրաստվեք լսել ամենախելացի վրեժխնդրության պատմությունը, որը երբեք լսել եք։ Դոնա Կարմեմը ծնվել է Մինաս Ժերայսի ներքին մասում գտնվող աղքատ ընտանիքում։ Ֆերմերների դուստր լինելով, նա 7 տարեկանից մեծացել է, աշխատելով դաշտերում։ Նա մանկություն չի ունեցել, խաղալիքներ չի ունեցել, 4-րդ դասարանից հետո դպրոց չի անցել։ Նա միայն աշխատանք, զոհողություն երազանքներ է ունեցել։ 16 տարեկանում Կարմենն ամուսնացավ Ջոզեֆի, Հարան քաղաքից մի տղայի հետ, որն աշխատում էր որպես որմնադիր։ Ամուսնությունը սիրո համար չէր, այլ անհրաժեշտությունից դրդված։ Այն ժամանակ 15 տարեկանից բարձր միայնակ կինը համարվում էր անփորձ։ Կարմենի ծնողները շատ էին ցանկանում ամուսնացնել իրենց դստերը կրճատել կերակրելու համար անհրաժեշտ բերանների քանակը։ Խոսեն պարզ, աշխատասեր մարդ էր, բայց ուներ մի ճակատագրական թերություն։ Նա սիրում էր կաշասը, բրազիլական ռոմ, ամուսնության առաջին տարիներին նա խմում էր միայն հանգստյան օրերին, հետո սկսեց խմել ամեն օր, եւ երբ խմում էր դառնում էր բռնի, Կարմեմին շատ էին ծեծում, նա ծեծում էր նրան հղիության ընթացքում, կրծքով կերակրման ժամանակ նրա փոքրիկ որդու ներկայությամբ, բայց նա դիմացավ դրան, որովհետև գնալու տեղ չուներ, փող չուներ, կրթություն չուներ, նա դիմացավ դրան, որովհետև դա էր, ինչ կանայք անում էին այն ժամանակ։ Նրանց որդուն անվանակոչեցին Մարկոս։ Նա ծնվել է 1975 թվականին, դժվար ծննդաբերության ժամանակ, որը գրեթե մահացու էր Կարմեմի համար։ Նա 3 օր կյանքի մահվան միջ էր, բայց ողջ մնաց։ Նա ողջ մնաց նրա համար, իր նոր ծնված որդու համար։ Մարկոսը մեծացել է, տեսնելով, թե ինչպես է հայրը ծեծում մորը։ Դիտելով, թե ինչպես է մայրը գաղտնի լաց լինում։ Մոտիկից տեսնելով տառապանքը։ Կարմենն ամեն ինչ անում էր նրան պաշտպանելու համար։ Երբ Խոսեն հարբած գալիս էր, նա Մարկոսին ասում էր թաքնվել իր սենյակում փակել դուռը։ Նա հանդուրժում էր ծեծը, որպեսզի որդին չհաղթի։ Երբ Մարկոսը 12 տարեկան էր, Խոսեն մահացավ։ Լյարդի ցիրոզ, նրա լյարդը քայքայվել էր ալկոհոլի ազդեցության տակ։ Կարմեմը հուղարկավորության ժամանակ արցունք չթափեց։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա իրեն ազատ զգաց։ Ազատ, իր կյանքը վերականգնելու համար։ Եվ հենց դա էլ նա արեց։ Կարմենը տեղափոխվեց Սան Պաուլո Մարկոսի հետ։ Նա աշխատանքի անցավ որպես մաքրուհի քաղաքի կենտրոնում գտնվող արթրային շենքում։ Նա աշխատում էր երկուշաբթիից շաբաթ, առավոտյան ժամը 6-ից մինչ կեսօրը 6-ը։ Նա քիչ էր վաստակում, բայց ազնիվ էր։ Եվ խնայած յուրաքանչյուր կոպեկը խնայում էր որդու ապագայի համար։ Մարկոսը սովորում էր պետական դպրոցում, բայց Քարմեմը պնդում էր գնել իր համար հնարավոր լավագույն պարագաները։ Նա գնում էր ծնողական ժողովների, օգնում էր տնային աշխատանքների հարցում, չնայած հազիվ էր կարդում, խրախուսում էր որդուն սովորել։ Կրթությունը միակ բանն է, որ ոչ ոք չի կարող խլել քեզանից, որդիս, ասում էր նա։ Մարկոսը խելացի էր։ Նա լավ գնահատականներ էր ստանում, հանձնում էր պետական համալսարանի բիզնեսի կառավարման ընդունելության քննությունը։ Կարմենը ուրախության արցունքներ էր թափում նրա ընդունվելու օրը։
Նրա որդին ընտանիքում առաջինը կլիներ, ով համալսարանական դիպլոմ կստանար։ Բոլոր զոհողությունները արժեին դրան։ Համալսարանում սովորելու տարիներին Մարկոսը հանդիպեց Ֆերնանդային։ Տրանսպորտային ոլորտի գործարարի դուստր Ֆերնանդան այն ամենն էր, ինչ Մարկոսը չէր, հարուստ, փչացած սովոր ամեն ինչ ունենալուն։ Նա հմայված էր աղքատ, բայց հավակնոտ երիտասարդով։ Նա նրա մեջ տեսնում էր մի նախագիծ, մեկին, որին կարող էր ձավորել իր սեփական պատկերով։ Կարմենը Ֆերնանդային առաջին իսկ պահից չէր սիրում։ Այդ աղջկա աչքերում կար ինչ-որ բան, որը նրան անհանգստացնում էր։ Սառը, հաշվենկատ փայլ։ Բայց Մարկոսը սիրահարված էր ոչ մեկին չէր լսում։ Նրանք ամուսնացան, հենց որ Մարկոսն ավարտեց ուսումը։ Ֆերնանդայի հայրը փեսային աշխատանքի տվեց իր տրանսպորտային ընկերությունում։ Մարկոսը սկսեց որպես վարչական օգնական, բայց արագորեն առաջադիմեց պաշտոնում։ Ոչ թե իր սեփական վաստակի, այլ այն պատճառով, որ ամուսնացած էր սեփականատիրոջ դստեր հետ։ Կարմենը շարունակում էր աշխատել որպես մաքրուհի։ Աստիճանաբար նրա որդու միջ հեռավորությունը մեծացավ։ Մարկոսն այժմ կոստյում ու փողկապ էր հագնում, վարում էր ներմուծված մեքենա, ապրում էր շքեղ բնակարանում։ Նա ամաչում էր մորից, որը հատակ էր մաքրում իր ապրուստը վաստակելու համար։ Այցելությունները պակաս հաճախակի դարձան։ Մարկոսը միշտ արդարացում ուներ, աշխատանք, ճանապարհորդություն, հանդիպում։ Ֆերնանդան ամեն ինչ դժվարացնում էր։ Երբ Կարմենը զանգահարում էր, ասում էր, որ Մարկոսը զբաղված է։ Երբ Կարմենը հայտնվում էր, նրան սառը արհամարհանքով էր դիմավորում։ Կարմենը ձացրեց, թե չի նկատում։ Նա շարունակեց անվերապահորեն սիրել որդուն։ Նա խնայեց գումար գնեց մի փոքրիկ բնակարան աշխատավոր դասի թաղամասում։ Այն համեստ էր, բայց իրենը։ Կյանքում առաջին անգամ նա ուներ իր սեփականը։ Տարիներ անցան։ Կարմենը թոշակի անցավ 60 տարեկանում, 40 տարի մաքրուհի աշխատելուց հետո։ Նրա կենսաթոշակը նվազագույն էր, հազիվ թե ծածկում էր հիմնական ծախսերը։ Բայց նա ծայրը ծայրին էր հասցնում։ Նա տորթեր էր թխում վաճառելու համար, կարում էր հարանների համար, գտնում էր մի ճանապարհ։ Այդ ժամանակ էր, որ նրա առողջությունը սկսեց վատթարանալ։ Սկզբում բարձր արյան ճնշում էր։ Հետո շաքարախտ։ Հետո սրտի հետ կապված խնդիրներ։ Դեղորայքը թանկ էր, բժշկի մոտ այցելություններն ավելի թանկ։ Նրա կենսաթոշակը բավարար չէր։ Կարմենը սկսեց դժվարություններ կրել։ Նա չէր ուզում որդուց օգնություն խնդրել։ Նա չափազանց հպարտ էր դրա համար։ Բայց իրավիճակը դարձավ անտանելի։ Մի օր նա նույնիսկ հաց գնելու փող չուներ։ Հենց այդ ժամանակ էր, որ տարիներ անց առաջին անգամ նա զանգահարեց Մարկոսին, օգնություն խնդրելով։ Որդիս, ես պետք է խոսեմ քեզ հետ։ Ես դժվարին իրավիճակի մեջ եմ։ Մարկոսը հառաչեց գծի մյուս ծայրում։ Մայրիկ, ես հանդիպման մեջ եմ։ Կարող ենք սպասել մինչ ուշ։ Շտապ է, որդիս։ Ես տեղի համար փող չունեմ։ Լռություն։ Ապա։ Մայրիկ, կտեսնեմ, ինչ կարող եմ անել։ Հետո կզանգեմ քեզ։ Նա չզանգեց։ Ոչ այդ օրը, ոչ հաջորդ օրը, ոչ էլ ամբողջ շաբաթ։ Կարմենը հիմարի պես սպասում էր հեռախոսի մոտ, հավատալով, որ որդին կգա իրեն փրկելու։ Բայց Մարկոսը չեկավ։ 2 շաբաթ անց Կարմենը սրտի կաթված ստացավ։ Նա հիվանդանոց գնաց միայնակ, ավտոբուսով, քանի որ տաքսի համար գումար չուներ։ Նա 1 շաբաթ հիվանդանոցում մնաց։ Մարկոսը հայտնվեց միայն 5-րդ օրը, երբ Կարմենի հարանը կարողացավ գտնել նրան։ Նա ժամանեց անբարյացակամ տեսքով։ Մայրիկ, ինչու ինձ ավելի շուտ չզանգեցիր։ Զանգեցի, որդիս։ Դու ասացիր, որ հետ ես զանգահարելու ինձ։ Մարկոսը կարմրեց։ Նա բոլորովին մոռացել էր։ Դե, կարորը, որ դու հիմա լավ ես։ Ես կվճարեմ հիվանդանոցի հաշիվները։ Դա դեռ ամենը չէ, Մարկոս։ Ես այլս չեմ կարող մենակ ապրել։ Բժիշկներն ասացին, որ ինձ մշտական խնամք է պետք։ Մարկոսը լուռ մնաց։ Նա գիտեր, թե ինչ էր հարցնում մայրը, բայց չէր ուզում լսել։ Մայրիկ, սրա մասին հետո կխոսենք, երբ դու դուրս գրվես։ Երբ Կարմենը դուրս գրվեց հիվանդանոցից, Մարկոսը ներկայացավ ամուսնության առաջարկով։
Մայրիկ, ես խոսեցի Ֆերնանդայի հետ։ Մենք որոշեցինք, որ դու գալու ես մեզ մոտ ապրելու։ Ժամանակավորապես, մինչ որ լավանաս։ Կարմենը տատանվեց։ Նա գիտեր, որ որդու տանը իրեն ողջունելի չէ։ Նա գիտեր, որ Ֆերնանդան արհամարհում էր իրեն։ Բայց ես այլ ընտրանք չունեի։ Ես գնալու տեղ չունեի։ Լավ, որդիս։ Շնորհակալություն։ Տեղափոխությունը տեղի ունեցավ ապրիլյան մի շաբաթ օր։ Կարմենը իր հետ վերցրեց միայն 2 ճամպրուկ, իր հագուստով անձնական իրերով։ Նրա բնակարանը վարձակալության էր տրվել, լրացուցիչ եկամուտ ստանալու ծախսերը հոգալու համար։ Մարկոսը վստահեցրեց նրան, որ վարձակալության գումարը կխնայվի նրա համար։ Մարկոսի Ֆերնանդայի տունը փակ համայնքում գտնվող առանձնատուն էր։ 4 համար, լողավազան, այգի, համեղ ճաշատեսակների գոտի։ Կարմենը իր կյանքում երբեք այսքան շքեղություն չէր տեսել։ Նա այնտեղ իրեն ներխուժող էր զգում։ Ֆերնանդան նրան դիմավորեց կեղծ ժպիտով։ Տիկին Կարմեն, ողջույն։ Ձեր սենյակը գտնվում է հետի մասում, սպասարկման տարածքի մոտ։ Այն ձեզ համար ամենահարմարն է։ Կարմենը հասկացավ ուղերձը։ Նա աղախինն էր, այլ ոչ թե տանտիրոջ մայրը։ Սենյակը փոքր ու մութ էր, առանց պատուհանի։ Այնտեղ կար մեկ մահճակալ, հին զգեստապահարան փոքրիկ լոգարան։ Այն ավելի վատ էր, քան աղախնի սենյակը, որովհետև գոնե աղախնի սենյակը պատուհան ուներ։ Բայց Կարմենը չէր բողոքում։ Նա անաղմուկ հավաքեց իր իրերը, փորձեց հարմարվել նոր կյանքին։ Առաջին մի քանի օրերը դժվար էին։ Ֆերնանդան ամեն կերպ նվաստացնում էր նրան։ Նա բողոքում էր Կարմենի պատրաստած ուտելիքից։ Նա բողոքում էր հեռուստացույց դիտելիս առաջացող աղմուկից։ Նա բողոքում էր դեղամիջոցի հոտից։ Նա բողոքում էր ամեն ինչից։ Մարկոս, քո մայրը նորից թաց դուրս եկավ լոգարանից։ Դա հակահիգիենիկ է։ Մարկոս, քո մայրիկը օգտագործում է տնային սպասքը։ Ես նրա համար պլաստմասե սպասք գնեցի։ Մարկոս, քո մայրը հյուրասենյակում էր, երբ ընկերներս եկան։ Անհարմար էր։ Մարկոսը երբեք չպաշտպանեց մորը։ Նա գլուխը կախեց, համաձայնվեց Ֆերնանդայի ասած ամեն ինչի հետ։ Կարմենը լուր լսում էր ամեն ինչ, կուլ տալով արցունքները։ Նրանք ունեին 2 երեխա, 15 տարեկան Պետրոն, 12 տարեկան Լուիզան։ Երեխաները հազիվ էին ճանաչում իրենց տատիկին, չէին էլ հետաքրքրվում նրան ճանաչելով։ Նրանք նրան վերաբերվում էին նույն սառնությամբ, ինչ մորը։ Բարդ տատիկ, ասում էին նրանք, երբ հանդիպում էին նրա հետ, նույնիսկ առանց խոսելու։ Կարմենը փորձում էր կապ հաստատել իր թոռների հետ։ Նա օգնություն էր առաջարկում տնային աշխատանքների հարցում, պատրաստում էր հատուկ խորտիկներ, պատմում անցյալի պատմություններ։ Բայց նրանք հետաքրքրված չէին։ Նրանք միշտ զբաղված էին բջջային հեռախոսներով, խաղերով, ընկերներով։ Նրանց տատիկը պարզապես անհարմարություն էր պատճառում։ Անցան ամիսներ, իրավիճակը վատացավ։ Ֆերնանդան սկսեց վերահսկել, թե ինչ էր ուտում Կարմենը, պնդելով, որ դա արվում էր իր առողջությանը հոգ տանելու համար։ Իրականում դա գումար խնայելու համար էր։ Մնացորդային սնունդը դեն էին նետում, բայց Կարմենին թույլ չէին տալիս մի քանի վայրկյան ուտել։ Կարմենը հասկացավ, որ իր բնակարանի վարձավճարը երբեք իրեն չի հասնում։ Երբ նա հարցրեց Մարկոսին, վերջինս պատասխանեց, որ այն օգտագործվում է տանը իր ծախսերը հոգալու համար։ Ծախսեր, որոնք ներառում էին ջուր, էլեկտրաէներգիա, սնունդ։ Ըստ էության, նրանք նրանից գումար էին գանձում այնտեղ ապրելու համար։ Մի օր Կարմենը պատահաբար լսեց Մարկոսի Ֆերնանդայի զրույցը։ Նրանք ննջասենյակում էին, կարծում էին, որ նա քնած է։ Մարկոս, քո մայրը պետք է հեռանա այս տնից։ Ես այլս չեմ կարողանում դիմանալ։ Ֆերնանդա, խնդրում եմ, նա գնալու տեղ չունի։ Հետո, ինչ։ Դա նրա խնդիրն է։ Դու իմ ամուսինն ես, ոչ թե նրա որդին։ Վաղուց ժամանակն է կտրել Պորտալարը։ Բայց նա հիվանդ է։ Դրա համար կան ծերանոցներ։ Հանրային, անվճար ծերանոցներ։ Մեզ 1 կոպեկ էլ պետք չէ ծախսել։ Ֆերնանդա, Մարկոս, ամեն ինչ պարզ է, կամ նա կհեռանա, կամ ես։ Եվ հիշիր։ Քո ունեցած ամեն ինչ եկել է իմ ընտանիքից։ Առանց ինձ դու կրկին կդառնաս այն ետնախորշերի բնակիչը, ինչպիսին էիր։ Լռություն։
Կարմենը շունչը պահեց, սպասելով, որ որդին կպաշտպանի իրեն։ Բայց նա լսեց հետյալը. «Լավ, ես կհոգամ դրա մասին»։ Կարմենը այդ գիշեր չքնեց։ Ոչ թե վախենալով, թե ինչ էր պատահելու, այլ հիասթափությունից։ Նրա որդին, տղան, որին նա պաշտպանել էր հոր ծեծից, որին նա կերակրել էր քաղցած վիճակում, որին նա հագցրել էր ոտաբոբիկ, ընտրել էր կնոջը նրա փոխարեն։ Կրկին։ Մեկ շաբաթ անց Մարկոսը կանչեց Կարմենին հյուրասենյակ զրուցելու։ Ֆերնանդան նրա կողքին էր, ձեռքերը խաչած, դեմքին գոհունակ ժպիտ։ «Մայրիկ, նստիր այստեղ», Մարկոսը մատնացույց արեց բազմոցը։ Կարմենը նստեց, արդեն գիտենալով, թե ինչ է սպասվում։ «Մայրիկ, մենք խոսեցինք դե, այստեղ ամեն ինչ լավ չի ընթանում։ Տունը շատ փոքր է բոլորի համար»։ Կարմենը շուրջը նայեց։ Տունը 400 քառակուսի մետր էր, կային բազմաթիվ դատարկ սենյակներ։ Բայց նա ոչինչ չասաց։ «Այսպիսով, մենք որոշեցինք, որ ավելի լավ կլինի, որ դուք գտնեք ապրելու այլ տեղ։ Եվ որ եմ գնում, Մարկոս։ Մենք որոշ հետազոտություններ կատարեցինք, գտանք մի պետական խնամքի կենտրոն, որը ընդունում է ձեր վիճակում գտնվող մարդկանց։ Այն գտնվում է Գուարուլյոսում, մի փոքր հեռու է, բայց ուզում ես ինձ ծերանոց տանել, որդիս»։ Մարկոսը հայացքը շրջեց։ «Սա սովորական ծերանոց չէ, մայրիկ։ Սա ծերանոց է։ Այնտեղ կան բժիշկներ, բուժքույրեր։ Սա ծերանոց է, Մարկոս։ Կարևոր չէ, թե ինչ գեղեցիկ անուն կտաս դրան»։ Ֆերնանդան անհամբերությամբ ընդհատեց նրան։ «Տիկին Կարմեն, ամենայն հարգանքով, դուք այլընտրանք չունեք։ Դուք այլս չեք կարող այստեղ ապրել։ Այնքան պարզ է»։ Կարմենը անհանգստացնող հանգստությամբ նայեց Հարսին։ «Իսկ իմ բնակարանի մասին ինչ կասեք։ Վարձի փողը»։ Մարկոսը դժվարությամբ կուլ տվեց։ «Դրա հետ կապված մենք ստիպված էինք վաճառել բնակարանը»։ «Ինչ ես նկատի ունենում, վաճառել»։ «Այդ բնակարանը իմն է։ Այն իմ անունով էր, մայրիկ։ Հիշում ես, որ այն փոխանցեցիր ինձ ժառանգության հետ կապված խնդիրներից խուսափելու համար»։ Կարմենը հիշեց։ Դա Մարկոսի գաղափարն էր, տարիներ առաջ։ Նա վստահեց որդուն գույքը փոխանցեց նրա անունով։ Ինչ հիմար էր նա եղել։ Իսկ վաճառքից ստացված գումարը ինչ կասեք։ Այն օգտագործվել է տիկնոջ այստեղի ծախսերը որոշ պարտքեր ծածկելու համար։ Ինչ պարտքեր, Մարկոս։ Սրանք մեր պարտքերն են, մայրիկ։ Մեզ փող էր պետք։ Կարմենը երկար ժամանակ լուռ մնաց։ Որդին գողացել էր նրանից։ Նա վաճառել էր նրա միակ ունեցվածքը պահել փողը։ Եվ հիմա ուզում էր նրան նետել պետական ծերանոց, կարծես նա հին կահույք լիներ։ Երբ ես ուզում, որ ես գնամ։ Ֆերնանդան արագ պատասխանեց։ Վաղը։ Ծերանոցում տեղը վաղը առավոտյան է։ Վաղը Մարկոսը զարմացած թվաց։ Ֆերնանդա, մենք դա չէինք պլանավորել։ Մարկոս, որքան շուտ, այնքան լավ։ Սա երկարացքելն իմաստ չունի։ Կարմենը դանդաղ վեր կացավ։ Լավ։ Ապա վաղը։ Նա գնաց իր սենյակ, փակեց դուռը։ Դրսում նա լսեց Ֆերնանդայի տոնակատարությունը։ Վերջապես։ Ես մտածեցի, որ նա տեսարան է սարքելու։ Ես էլ, պատասխանեց Մարկոսը։ Նա շատ հեշտությամբ ընդունեց դա։ Ֆերնանդան ծիծաղեց։ Որովհետ նա գիտի, որ այլընտրանք չունի։ Հիմար ծեր կին։ Կարմենը լսեց ամեն ինչ։ Եվ այդ տուն հասնելուց հետո առաջին անգամ նա ժպտաց։ Ոչ թե տխրության կամ պարտության ժպիտ։ Ժպիտ այնպիսի մեկի, ով հստակ գիտի, թե ինչ է անելու։ Այդ գիշեր, երբ բոլորը քնած էին, Կարմենը վերցրեց իր հին բջջային հեռախոսը, սկսեց զանգեր կատարել։ Նա զանգահարեց այն մարդկանց, որոնց հետ տարիներ շարունակ չէր խոսել։ Նա զանգահարեց հին ծանոթներին։ Նա զանգահարեց այն համարներին, որոնք տասնամյակներ շարունակ պահել էր, սպասելով հարմար պահի դրանք օգտագործելու համար։ Հաջորդ առավոտյան մի մեքենա եկավ Կարմենին վերցնելու։ Դա ծերանոցի մեքենան չէր։ Դա սովորական տաքսի էր։ Մարկոսն ու Ֆերնանդան նույնիսկ չանհանգստացան նրան տանելու համար։ Նրանք պարզապես ճամպրուկները դրեցին բեռնաղցիկում, սառնորեն հրաժեշտ տվեցին։
Ցտեսություն, մայրիկ։ Մենք կայցելենք քեզ, երբ կարողանանք, ասաց Մարկոսը առանց նրա աչքերի մեջ նայելու։ Կարմենը չպատասխանեց։ Նա նստեց տաքսին հեռացավ առանց հետ նայելու։ Բայց նա չգնաց ծերանոց։ Նա վարորդին տվեց այլ հասցե։ Հասցե, որը Մարկոսը չգիտեր։ Տաքսին կանգ առավ Սան Պաուլոյի կենտրոնում գտնվող մի համեստ շենքի առջ։ Կարմենը բարձրացավ 5-րդ հարկ թակեց 502 բնակարանի դուռը։ Դուռը բացվեց, հայտնվեց մոտ 50 տարեկան մի կին։ Տիկին Կարմեն։ Դուք իսկապես եկաք։ Ես քեզ ասացի, որ կգամ, Էլիզա։ Շնորհակալություն ինձ ընդունելու համար։ Էլիզան Կարմենի նախկին գործընկերոջ դուստրն էր։ Նրանք խոսել էին նախորդ գիշերը։ Երբ Էլիզան իմացավ, թե ինչ է կատարվում, անմիջապես առաջարկեց իր տունը։ Կարող ես մնալ այնքան, որքան անհրաժեշտ է, Դոնա Կարմեն։ Դու հոգ տարար մորս մասին, երբ նա հիվանդ էր։ Հիմա իմ հերթն է փոխհատուցել այդ բարիքը։ Կարմենը տեղավորվեց փոքրիկ հյուրասենյակում։ Այն պարզ էր, բայց մաքուր օդային։ Այն ուներ փողոցին նայող պատուհան։ Կարմենը կարողանում էր տեսնել երկինքը։ Ամիսներ էին անցել այն ժամանակվանից, երբ նա երկինք չէր տեսել։ Առաջին մի քանի օրերին նա հանգստացավ։ Նա վերականգնեց իր ուժերը։ Նա ուտում էր իսկական սնունդ, այլ ոչ թե Ֆերնանդայի թույլ տված մնացորդները։ Նա քնում էր հարմարավետ մահճակալի վրա, այլ ոչ թե այդ հին, կեղտոտված ներքնակի վրա։ Նա նորից իրեն մարդ զգաց։ Բայց Կարմենը այնտեղ չէր հանգստանալու համար։ Նա այնտեղ էր պլանավորելու համար։ Նա մի գաղտնիք ուներ։ Գաղտնիք, որը նա պահել էր ավելի քան 20 տարի։ Գաղտնիք Մարկոսի Ֆերնանդայի մասին, որը կարող էր կործանել նրանց կյանքը։ Եվ հիմա, վերջապես, նա պատրաստվում էր օգտագործել այն։ Ամեն ինչ սկսվեց Մարկոսի Ֆերնանդայի ամուսնության սկզբում։ Կարմենը մի շաբաթավերջին գնացել էր նրանց այցելելու։ Նա ժամանեց նախատեսվածից շուտ տունը դատարկ գտավ։ Կամ առնվազն նա կարծում էր, որ այն դատարկ է։ Նա սենյակից ձայներ լսեց։ Նա կարծեց, թե որդին հիվանդ է։ Նա բացեց դուռը, տեսավ մի տեսարան, որը ընդմիշտ կմնա իր հիշողության մեջ։ Ֆերնանդան անկողնում էր մեկ այլ տղամարդու հետ։ Դա Մարկոսը չէր։ Դա Մարկոսի լավագույն ընկեր Բրունոն էր։ Նրանք այնքան կլանված էին, որ նույնիսկ չնկատեցին Կարմենին դռան մոտ։ Նա լուռ փակեց դուռը, դուրս եկավ տնից։ Դու երբեք ոչ մեկին չասացիր։ Ոչ թե որովհետև ուզում էիր պաշտպանել Ֆերնանդային, այլ որովհետև գիտեիր, որ Մարկոսը քեզ չէր հավատա։ Նա կույր էր կնոջ հարցում։ Եվ եթե պատմեր, ընդմիշտ կկորցներ որդուն։ Այնպես որ, նա պահեց գաղտնիքը։ Բայց դա չէր ամենը, ինչ նա տեսավ տարիների ընթացքում։ Իր կատարած հազվագյուտ այցելությունների ժամանակ Կարմենը անտեսանելի էր։ Մարդիկ ուշադրություն չէին դարձնում նրան։ Եվ նա տեսնում էր բաներ։ Նա լսում էր զրույցներ։ Նա տեսավ, թե ինչպես է Ֆերնանդան հոր ընկերությունից գումար փոխանցում արտասահմանյան գաղտնի հաշվին։ Նա լսեց, թե ինչպես է նա հաշվապահի հետ դավադրություն կազմակերպում հարկային խարդախություն կատարելու համար։ Նա տեսավ փաստաթղթեր, որոնք չպետք է տեսներ։ Եվ այդ ամենը պահեց իր հիշողության մեջ։ Կարմենը նա հայտնաբերեց, որ Ֆերնանդայի հայրը, հարուստ գործարարը, այնքան էլ ազնիվ չէր, որքան թվում էր։ Տրանսպորտային ընկերությունը փողերի լվացման քող էր։ Թմրանյութերը տեղափոխվում էին օրինական բեռների հետ միասին։ Եվ Մարկոսը ամեն ինչ գիտեր։ Նա անմիջականորեն ներգրավված չէր, բայց աչք էր փակում, շքեղ կյանքի դիմաց։ Կարմենը պահում էր այս ամբողջ տեղեկատվությունը։ Սպասում էր։ Չիմանալով ճիշտ ինչի համար, բայց զգալով, որ մի օր այն օգտակար կլինի։ Հիմա, այդ օրը հասել էր։ Կարմենը սկսեց ապացույցներ հավաքել։ Նա որոշ փաստաթղթեր էր պահել Մարկոսի տան աղբարկղում այն ամիսներին, երբ այնտեղ էր ապրում։ Ֆերնանդան անփույթ էր, կարոր իրերը դեն էր նետում, նույնիսկ չփշրելով դրանք։ Կարմենը ամեն ինչ վերցրեց պահեց։ Նա լուսանկարներ ուներ։ 15 տարի առաջ իր այցելություններից մեկի ժամանակ նա լուսանկարեց Ֆերնանդային, այգում Բրունոյին համբուրելիս, կարծելով, թե ոչ ոք չի նայում։ Կարմենը նայում էր։
Եվ նա ուներ տեսախցիկով բջջային հեռախոս, ինչը այդ ժամանակ հազվադեպ ելույթ էր։ Իրավաբանական ընկերությունում աշխատող Էլիզայի օգնությամբ Կարմենը կազմակերպեց բոլոր ապացույցները։ Կային բավարար փաստաթղթեր ոչ միայն Մարկոսին Ֆերնանդային, այլ նրա ամբողջ ընտանիքին ոչնչացնելու համար։ Բայց Կարմենը չէր ուզում ուղիղ ոստիկանություն գնալ։ Դա չափազանց հեշտ կլիներ։ Շատ արագ։ Նա ուզում էր, որ նրանք քիչ-քիչ տառապեին, ինչպես ինքն էր տառապել։ Առաջին քայլը Ֆերնանդայի հորը ուղղված անանուն նամակն էր։ Նամակ, որում պատմվում էր Տստեր Բրունոյի սիրավեպի մասին։ Բացահայտվում էր, որ այն տել էր 20 տարի։ Բացահայտվում էր, որ ավագ թոռը, Պեդրոն, հավանաբար Մարկոսի որդին չէր։ Պարոն Ռոբերտոն, Ֆերնանդայի հայրը, ծուռ սկզբունքների տեր մարդ էր։ Նա համաձայն էր փողերի լվացման հետ, բայց չէր համաձայնվում, որ իրեն հիմարի տեղ դնեն։ Երբ նա ստացավ նամակը, հրամայեց գաղտնի տնտեստ անցկացնել, օգտագործելով Պետրոյի մազի նմուշը։ Արդյունքը կործանարար էր։ Պեդրոն նրա կենսաբանական թոռը չէր։ Նա Բրունոյի որդին էր, ընկերության պարզապես աշխատակից, որը ծանում էր, թե ընտանիքի ընկերն է։ Ռոբերտոն ուղղակիորեն չբախվեց Տստեր հետ։ Նա ավելի վատ բան արեց։ Նա սկսեց նրան հեռացնել ընկերությունից։ Ֆերնանդայի զբաղեցրած պաշտոնները տրվեցին ուրիշներին։ Մարկոսի աշխատավարձը նվազեցվեց։ Արտոնությունները մեկ առ մեկ վերացվեցին։ Ֆերնանդան չէր հասկանում, թե ինչ էր կատարվում։ Նա փորձեց խոսել հոր հետ, բայց նա միշտ զբաղված էր։ Նա զանգահարեց մորը, բայց նա անտարբեր էր։ Ինչ-որ բան փոխվել էր, բայց նա չգիտեր ինչ։ Մինչդեռ Կարմենը կատարեց երկրորդ քայլը։ Նա ֆինանսական փաստաթղթերի պատճենն ուղարկեց ներքին եկամուտների ծառայություն։ Ոչ բոլորը բավականաչափ կասկածներ առաջացնելու հետաքննություն սկսելու համար։ 2 շաբաթ անց Ռոբերտոյի ընկերությունում տեսուչներ եկան։ Նրանք սկսեցին ամեն ինչ գլխիվայր շուռ տալ։ Նրանք հայտնաբերեցին խախտումներ։ Հետազոտությունները ընդլայնվեցին։ Երրորդ քայլը ամենացավոտն էր։ Կարմենը Բրունոյին նամակ ուղարկեց, ասելով, որ ամեն ինչ գիտի։ Որ գիտի Ֆերնանդայի հետ սիրավեպի մասին։ Որ գիտի, որ Պեդրոն իր որդին է։ Եվ որ եթե չի ուզում, որ աշխարհն էլ իմանա, ապա պետք է անմիջապես հեռանա ընտանիքից։ Բրունոն խուճապի մատնվեց։ Նա թողեց իր աշխատանքը Ռոբերտոյի ընկերությունում անհետացավ։ Ֆերնանդան հուսահատված էր։ Նա տասնյակ անգամներ զանգահարեց նրան, բայց նա չպատասխանեց։ Նրա 20 տարվա սիրեցյալը անհետացել էր առանց բացատրության։ Մարկոսի Ֆերնանդայի հարաբերությունները սկսեցին ճաքել։ Նա նյարդային էր, դյուրագրգիռ, անտարբեր։ Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Վեճերը հաճախակի դարձան։ Այդ ժամանակ էր, որ Կարմենը հասցրեց վերջնական հարվածը։ Մի կիրակի առավոտ նա հայտնվեց Մարկոսի դռան մոտ։ Նա տարբեր էր։ Խնամված, վստահ, աչքերում այնպիսի փայլով, որը նրանք երբեք չէին տեսել։ Ֆերնանդան բացեց դուռը, գրեթե ուշաթափվեց։ Տիկին Կարմեն։ Ինչ եք անում այստեղ։ Դուք պետք է ծերանոցում լինեք։ Կարող եմ ներս մտնել, Ֆերնանդա։ Կամ կնախընտրես, որ այստեղ խոսենք, հարանների ներկայությամբ։ Ֆերնանդան, վախեցած Կարմենի ձայնի տոնից, թույլ տվեց նրան ներս մտնել։ Մարկոսը զարմացած իջավ աստիճաններով։ Մայրիկ։ Ինչ։ Նստիր, որդիս։ Դու էլ, Ֆերնանդա։ Մենք պետք է խոսենք։ Նրանք կասկածանքով նստեցին։ Կարմենը մնաց կանգնած։ Դու ինձ տնից դուրս հանեցիր 2 ամիս առաջ։ Դու վաճառեցիր բնակարանս, պահեցիր փողը։ Դու ինձ ծերանոց նետեցիր, կարծես ես աղբ լինեի։ Հիշում ես։ Մարկոսը բացեց բերանը խոսելու, բայց Կարմենը բարձրացրեց ձեռքը։ Ես դեռ չեմ ավարտել։ Դու կարծում էիր, որ ես հիմար, անօգուտ ծեր կին եմ, որին կարելի է ոտնակոխ անել առանց հետանքների։ Դու սխալվում էիր։ Նա պայուսակից մի ծրար հանեց, նետեց սուրճի սեղանին։ Բացիր, Ֆերնանդա։ Ֆերնանդան բացեց ծրարը, նրա ձեռքերը դողում էին։ Ներսում լուսանկարներ կային։ Նրա լուսանկարներ Բրունոյի հետ։ Լուսանկարներ վտանգավոր իրավիճակներում։
Լուսանկարներ, որոնք ոչ մի կասկած չէին թողնում նրանց հարաբերությունների բնույթի վերաբերյալ։ Որտեղից վերցրիր դա։ Ֆերնանդան սպիտակել էր ինչպես սավանը։ Ես աչքեր ունեմ, Ֆերնանդա։ Եվ ես համբերություն ունեմ։ Շատ համբերություն։ Մարկոսը վերցրեց լուսանկարները, նայեց դրանց։ Նրա աշխարհը փլուզվեց։ Ֆերնանդա, սա ի՞նչ է։ Մարկոս, կարող եմ բացատրել։ Բացատրեք ինչը, գոռաց Մարկոսը, լուսանկարները ձեռքերից ընկան։ Կարմենը շարունակեց անտարբեր։ Դա դեռ ամենը չէ, Մարկոս։ Բացիր մյուս ծրարը։ Առաջինի մեջ մեկ այլ ծրար կար։ Մարկոսը բացեց այն։ Այն պարունակում էր տնդ թեստի արդյունքները։ Ինչ է դա։ Սա ապացուցում է, որ Պետրոն քո որդին չէ։ Նա Բրունոյի որդին է։ Քո լավագույն ընկերը։ Մարկոսը երկար ժամանակ լուռ մնաց։ Ապա նա վեր կացավ, դուրս եկավ սենյակից։ Նրանք լսեցին ննջասենյակի դռան շրխկոցը։ Ֆերնանդան դարձավ դեպի Կարմենը, նրա աչքերը լցված էին ատելությամբ։ Դուք կործանեցիք իմ ընտանիքը։ Ոչ, սիրելիս։ Դու այն ոչնչացրիր։ Ես միայն ճշմարտությունը ցույց տվեցի։ Ինչ ես ուզում։ Փող։ Ես քեզ փող կտամ։ Կարմենը ծիծաղեց։ Ես քո փողերը չեմ ուզում, Ֆերնանդա։ Ես արդարություն եմ ուզում։ Արդարադատություն։ Ինչ արդարադատություն։ Արդարացի է տեսնել, որ դու կորցնում ես այն ամենը, ինչ խլել ես ինձանից։ Քո ամուսնությունն ավարտվել է։ Քո հայրն արդեն ամեն ինչ գիտի, քեզ հեռացնում է ընկերությունից։ Հարկային ծառայությունը հետաքննում է քեզ։ Եվ Բրունոն փախավ ինչպես վախկոտը։ Ֆերնանդան խոսք չուներ։ Դու… Էիր… Դու… Արեցիր այս ամենը։ Ես 70 տարի թերագնահատված էի, Ֆերնանդա։ 70 տարի ինձ համարում էին ոչնչից պակաս։ Բայց ես մի բան սովորեցի։ Անտեսանելիները ամեն ինչ տեսնում են։ Եվ երբ ժամանակը գալիս է, նրանք օգտագործում են տեսածը։ Կարմենը վերցրեց պայուսակը, գնաց դեպի դուռը։ Մեկ բան։ Ես փաստաբան վարձեցի։ Այդ բնակարանը, որը դուք վաճառեցիք, իրավամբ իմն էր, չնայած այն Մարկոսի անունով էր։ Փոխանցման հետ կապված խարդախություն կար։ Ես դատի եմ տալիս ձեզ։ Ես ամեն մի կոպեկը հետ եմ ստանալու։ Նա բացեց դուռը, վերջին անգամ հետ նայեց։ Ցտեսություն, Ֆերնանդա։ Հաճելի էր հանդիպել իրական քեզ։ Եվ նա հեռացավ, թողնելով քաոսը իր ետում։ Հաջորդ ամիսներին Մարկոսի Ֆերնանդայի կյանքը լիովին քանդվեց։ Ամուսնությունն ավարտվեց։ Մարկոսը ամուսնալուծության դիմում ներկայացրեց Կարմենի այցելությունից հաջորդ օրը։ Ֆերնանդան փորձեց վիճարկել այն, բայց ապացույցները անհերքելի էին։ Նա ստացավ Լուիզայի խնամակալությունը, ով որոշեց մնալ հոր հետ։ Պետրոն, իմանալով, որ Մարկոսը իր կենսաբանական հայրը չէ, դեպրեսիայի մեջ ընկավ, գնաց ապրելու հորեղբոր հետ։ Ռոբերտոյի ընկերությունը փակվեց ներքին եկամուտների ծառայության կողմից։ Նա ձերբակալվեց հարկերից խուսափելու փողերի լվացման համար։ Ֆերնանդան, որպես նրա գործընկեր, նույնպես մեղադրվեց։ Նա փախավ բանտից, բայց կորցրեց ամեն ինչ։ Առանձնատունը բռնագրավվեց։ Մեքենաները, ներդրումները, զարդերը։ Ամեն ինչ։ Մարկոսը, չնայած նա անմիջականորեն չէր մասնակցել հանցագործություններին, ազատվեց աշխատանքից, նրա հեղինակությունը կործանվեց։ Ոչ ոք չէր ուզում վարձել այդ սկանդալի հետ կապված մեկին։ Նա կորցրեց աշխատանքը, տունը, մեքենան։ Նա վերադարձավ այն վիճակին, ինչ եղել էր մինչ Ֆերնանդային հանդիպելը, ոչ ոք։ Կարմենի դատական հայցը Մարկոսի դեմ հաջողվեց։ Դատավորը որոշեց, որ բնակարանի վաճառքը խարդախություն էր, որ Մարկոսը պետք է վերադարձնի ամբողջ գումարը, գումարած հուզական տառապանքի համար փոխհատուցումը։ Մարկոսը չուներ վճարելու գումար, բայց դատավճիռը գրանցվեց։ Մի օր, երբ նա որոշակի գումար ուներ, Կարմենը կվերցներ այն։ Քարմենը իր հերթին վերակառուցեց իր կյանքը։ Էլիզայի այլ ընկերների օգնությամբ, ովքեր հայտնվեցին, երբ նա ամենաշատն էր կարիք ունենում, նա գտավ մի փոքրիկ, բայց հարմարավետ բնակարան։ Նրա կենսաթոշակը մնաց չնչին, բայց նա այլս միայնակ չէր։
Նա ուներ մարդիկ, ովքեր հոգ էին տանում իր մասին։ Վրեժխնդրությունից 1 տարի անց Կարմենը անսպասելի այցելություն ստացավ։ Դա Մարկոսն էր։ Նա նիհար էր, աչքերի տակ խորը մուգ շրջանակներով։ Նա հագնում էր պարզ հագուստ, որը բավականին տարբերվում էր իր նախկինում կրած իտալական կոստյումներից։ Մայրիկ, կարող եմ ներս մտնել։ Կարմենը տատանվեց, բայց թույլ տվեց նրան ներս մտնել։ Մարկոսը նստեց փոքրիկ բազմոցին շուրջը նայեց։ Բնակարանը համեստ էր, բայց ուներ մի բան, որը Ֆերնանդայի առանձնատունը երբեք չուներ՝ մարդկային ջերմություն։ Մայրիկ, ես եկել եմ ներողություն խնդրելու։ Ներողություն։ Ամեն ինչի համար։ Քեզ լքելու համար։ Քեզ տնից դուրս շպրտելու համար։ Բնակարան վաճառելու համար։ Ֆերնանդային քեզանից վեր ընտրելու համար։ Ամեն ինչի համար։ Կարմենը լուռ մնաց, սպասելով։ Ես հիմար էի, մայրիկ։ Հիմար։ Ես թույլ տվեցի այդ կնոջը մանիպուլյացիայի ենթարկել ինձ 20 տարի։ Եվ այդ ընթացքում ես կորցրի միակ մարդուն, ով իսկապես սիրում էր ինձ։ Մարկոսը սկսեց լաց լինել։ Ես կորցրեցի ամեն ինչ, մայրիկ։ Աշխատանքս, տունս, մեքենաս, ընտանիքս։ Ես կորցրեցի նույնիսկ այն որդուն, որին կարծում էի, թե իմն է։ Եվ դա ամբողջ մեղքն է։ Ես գիտեմ դա։ Կարմենը նայում էր, թե ինչպես է որդին լաց լինում։ Նրա մի մասը ուզում էր գրկել նրան, մխիթարել, ասել, որ ամեն ինչ լավ է։ Բայց մեկ այլ մասը հիշում էր բոլոր նվաստացումները, բոլոր գիշերները, երբ նա լաց էր լինում այդ մութ սենյակում, բոլոր այն դեպքերը, երբ նա Ֆերնանդային ընտրեց նրանից։ Ինչու եկար այստեղ, Մարկոս։ Որովհետև ես ուրիշ ոչ ոք չունեմ, մայրիկ։ Եվ որովհետև գիտեմ, որ նույնիսկ իմ արած ամեն ինչից հետո դու դեռ սիրում ես ինձ։ Մայրերն այդպիսին են։ Նրանք ներում են։ Կարմենը վեր կացավ, մոտեցավ պատուհանին։ Նա նայեց ներքի աշխույժ փողոցին։ Ճիշտ ես, Մարկոս։ Մայրերը ներում են։ Ես ներում եմ քեզ։ Մարկոսը բարձրացրեց դեմքը, հույսով լցված։ Իրականում։ Իսկապես։ Բայց ներելը չի նշանակում մոռանալ։ Եվ դա չի նշանակում, որ ամեն ինչ կվերադառնա նախկինին։ Գիտեմ, մայրիկ։ Ես սա չէի սպասում։ Ես ուղղակի ուզում էի, որ դու իմանաս, որ ես ցավում եմ։ Խորապես ցավում եմ։ Կարմենը շրջվեց, նայելու որդուն։ Եվ հիմա ինչ ես պլանավորում անել քո կյանքում, Մարկոս։ Չգիտեմ, մայրիկ։ Ես ապրում եմ վարձակալած սենյակում, աշխատում եմ որպես առաքիչ։ Սա իմ ամբողջ ունեցածն է։ Ընկերության տնօրենից մինչ առաքիչ։ Կյանքը անսպասելի շրջադարձեր է ունենում, այնպես չէ։ Այո, կարող եմ։ Եվ ես արժանի եմ դրանցից յուրաքանչյուրին։ Կարմենը նորից նստեց։ Մարկոս, ես քեզ մի բան եմ պատմելու, որը երբեք չեմ ասել քեզ։ Քո հոր մասին։ Խոսեի մասին։ Մարկոսը ուշադրություն դարձրեց։ Քո հայրը ծեծել է ինձ, Մարկոս։ Մեր ամուսնության ընթացքում։ Ինձ ծեծել են քեզնով հղի ժամանակ, ինձ ծեծել են քեզ կրծքով կերակրելիս, ինձ ծեծել են քո աչքի առաջ։ Դու դեռ շատ փոքր էիր հիշելու համար, բայց դա պատահեց։ Մարկոսը ցնցված էր։ Չգիտեի, մայրիկ։ Ես քեզ երբեք չեմ ասել, որովհետև չէի ուզում, որ դու մեծանաս ատելով քո հորը։ Չնայած նա հրեշ էր, նա քո հայրն էր։ Եվ ես կարծում էի, որ դու պետք է քո սեփական կարծիքը կազմես։ Ինչու ես սա հիմա ինձ ասում։ Որովհետև ուզում եմ, որ դու մի բան հասկանաս։ Ես քեզ համար հանդուրժեցի քո հորը։ Ես դիմացա ծեծին, նվաստացմանը, տառապանքին։ Ամեն ինչ քեզ համար։ Երբ նա մահացավ, ես ստրուկի պես աշխատեցի, որպեսզի քեզ ավելի լավ կյանք պարգեմ։ Ես ամեն ինչից հրաժարվեցի քեզ համար։ Մարկոսը գլուխը կախեց։ Եվ երբ դու մեծացար, երբ հաջողության հասար, մոռացար ինձ։ Դու ինձ հետ վարվեցիր ինչպես մի անհարմարի։ Դու ինձ տնից դուրս շպրտեցիր։ Դա ավելի ցավոտ էր, քան քո հոր կողմից ինձ հասցված ցանկացած ծեծ, Մարկոս։ Այն ավելի ցավոտ էր, քան իմ կյանքում երբեք զգացած ամեն ինչ։ Մայրիկ, ես թույլ տուր ավարտեմ։ Ես ներում եմ քեզ, Մարկոս։
Ես ներում եմ քեզ, որովհետև սիրում եմ քեզ միշտ կներեմ։ Բայց դու պետք է հասկանաս, որ սերը միայն խոսքեր չեն։ Սերը գործողություն է։ Այն ներկա լինելն է։ Այն հոգատարություն է։ Այն պաշտպանելն է։ Դու դա ինձ համար չարեցիր։ Գիտեմ, մայրիկ։ Եվ ես իմ կյանքի մնացած մասն անցկացնելու եմ, փորձելով փոխհատուցել քեզ համար։ Մի փորձիր փոխհատուցել, Մարկոս։ Պարզապես եղիր ավելի լավ մարդ։ Քեզ համար, քո դստեր համար, բոլոր նրանց համար, ովքեր հանդիպում են քո ճանապարհին։ Բավական է։ Մարկոսը մոտեցավ մորը գրկեց նրան։ Դա տասնամյակների ընթացքում առաջին իսկական գրկախառնությունն էր։ Կարմենը զգաց, թե ինչպես է որդին դողում իր գրկում, երեխայի պես լաց լինելով։ Ես սիրում եմ քեզ, մայրիկ։ Ներիր ինձ։ Խնդրում եմ, ներիր ինձ։ Ես արդեն ներել եմ քեզ, որդիս։ Հիմա դու պետք է ներես ինքդ քեզ։ Նրանք երկար ժամանակ գրկախառնված մնացին։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսի աչքերում էլ արցունքներ կային։ Մայրիկ, կարող եմ քեզ այցելել մեկ-մեկ։ Իհարկե, Մարկոս։ Բայց առանց Ֆերնանդայի, խնդրում եմ։ Ֆերնանդան ընդմիշտ անհետացել է իմ կյանքից, մայրիկ։ Ես երբեք չեմ ուզում այլս տեսնել այդ կնոջը։ Կարմենը ժպտաց։ Այսպիսով, դուք վերջի վերջո ինչ-որ բան սովորեցիք։ Մարկոսը սկսեց ամեն շաբաթ այցելել մորը։ Նա ծաղիկներ, մրգեր, երբեմն թաղամասի հացաբուլկեղենի խանութից գնված տորթ էր բերում։ Նրանք ժամերով զրուցում էին, լրացնելով կորցրած ժամանակը։ Կարմենը նրան պատմում էր մանկության պատմություններ, որոնք նա չէր հիշում։ Մարկոսը պատմում էր իր թույլ տված սխալների դրանցից ստացած դասերի մասին։ Լուիզան, թոռնուհին, նույնպես սկսեց այցելել տատիկին։ Սկզբում նա ամաչկոտ էր, անվստահ։ Բայց Կարմենը քիչ-քիչ նվաճեց նրան, համբերատարությամբ սիրով։ Նա սովորեցրեց թոռնուհուն եփել, կարել, գնահատել կյանքի պարզ բաները։ Լուիզան հայտնաբերեց մի տատիկի, որին երբեք չէր ճանաչել, հմայվեց։ Վրեժխնդրությունից 3 տարի անց Կարմենը նստած էր իր պատշգամբում դիտում էր մայրամուտը, երբ Մարկոսը ժամանեց նորություններով։ Մայրիկ, ես աշխատանք գտա։ Այս անգամ իսկական։ Որպես շինանյութերի խանութի մենեջեր։ Կարմենը ժպտաց։ Ես հպարտ եմ քեզնով, որդիս։ Դա ոչինչ է նրա համեմատ, ինչ ես ունեի նախկինում, բայց դա ազնիվ է։ Այն քոնն է։ Դու այն վաստակել ես։ Եվ դա ավելի արժեքավոր է, քան ցանկացած առանձնատուն։ Մարկոսը նստեց մոր կողքին։ Մայրիկ, ես առաջարկ ունեմ։ Այս նոր աշխատանքի շնորհիվ ես կկարողանամ ավելի լավ բնակարան վարձել։ Ուզում եմ, որ դու գաս ինձ Լուիզայի հետ ապրելու։ Կարմենը նայեց որդուն։ Ոչ, Մարկոս։ Ինչով չէ։ Որովհետև ինձ այստեղ դուր է գալիս։ Ինձ դուր է գալիս իմ անկախությունը։ Ինձ դուր է գալիս արթնանալ, երբ ուզում եմ ուտել այն, ինչ ուզում եմ, դիտել այն, ինչ ուզում եմ։ Կյանքումս առաջին անգամ ես ապրում եմ ինձ համար։ Մարկոսը հասկացավ։ Լավ, մայրիկ։ Ես դա հարգում եմ։ Բայց խոստացիր, որ թույլ կտաս, որ ես հոգ տանեմ քո մասին, երբ անհրաժեշտ լինի։ Խոստանում եմ։ Բայց քանի դեռ կարող եմ հոգ տանել ինքս ինձ մասին, դա է, ինչ ես կանեմ։ Քարմենը ապրեց 10 տարի։ Խաղաղության, նորոգված սիրո, ներկա թոռնուհու տարիներ։ Նա տեսավ, թե ինչպես Լուիզան ավարտեց իր կյանքը, սկսեց աշխատել հանդիպել։ Նա տեսավ, թե ինչպես Մարկոսը վերակառուցեց իր կյանքը, գտավ նոր զուգընկեր, որը կվարվեր նրա հետ այնպես, ինչպես նա արժանի էր։ Նա տեսավ, թե ինչպես իր ընտանիքը հարություն առավ մոխրից։ Ֆերնանդան, մյուս կողմից, երբեք չապաքինվեց։ Աղքատ միայնակ, նա իր օրերն ավարտեց պետական ծերանոցում։ Նույն տեսակի ծերանոցում, որտեղ նա ուզում էր ուղարկել Կարմենին։ Իրոնիան ոչ մեկի կողմից աննկատ չմնաց։ Կյանքի վերջին օրը Կարմենը պառկած էր իր անկողնում, շրջապատված Մարկոսով, Լուիզայով մի քանի ընկերներով։ Նա բռնել էր որդու ձեռքը ժպտում։ Մարկոս, դու մի անգամ հարցրեցիր ինձ, թե արդյոք զղջում եմ վրեժխնդրության համար։ Հիշում ես։ Հիշում եմ, մայրիկ։ Ես երբեք չեմ զղջացել դրա համար։ Ոչ թե որովհետև ուզում էի քեզ ցավ պատճառել, այլ որովհետև դա անհրաժեշտ էր։
Դու պետք է ընկնեիր, որպեսզի սովորեիր, թե ինչպես նորից վեր կենալ։ Դու պետք է կորցնեիր ամեն ինչ, որպեսզի գնահատեիր այն, ինչն իսկապես կարևոր է։ Դու ճիշտ էիր, մայրիկ։ Ամեն ինչի մասին։ Գիտեմ, ժպտաց Կարմենը։ Մայրերը սովորաբար գիտեն։ Նա փակեց աչքերը, սեղմեց որդու ձեռքը։ Ես սիրում եմ քեզ, Մարկոս։ Ես միշտ սիրել եմ քեզ։ Նույնիսկ երբ դու դրան արժանի չէիր։ Ես էլ քեզ եմ սիրում, մայրիկ։ Եվ ես քեզ հավիտյան կսիրեմ։ Կարմենը վերջին անգամ ժպտաց խաղաղությամբ հեռացավ։ Հուղարկավորությունը պարզ էր, ճիշտ այնպես, ինչպես նա ուզում էր։ Բայց այն լի էր մարդկանցով։ Հարաններ, ընկերներ, ծանոթներ։ Մարդիկ, որոնց կյանքին Կարմենը դիպչել էր տարիների ընթացքում։ Մարդիկ, որոնց նա օգնել էր, խորհուրդ էր տվել, սիրել։ Մարկոսը ելույթ ունեցավ, որը հուզեց բոլորին։ Մայրս ամենաուժեղ կինն էր, որին ես երբեք ճանաչել եմ։ Նա բախվել է աղքատության, բռնության, լքվածության։ Եվ այնուամենայնիվ, նա երբեք չի կորցրել սիրելու իր ունակությունը։ Ես անշնորհակալ էի նրան։ Ես լքեցի նրան, երբ նա ամենաշատն էր ինձ կարիք ունենում։ Բայց նա ներեց ինձ։ Որովհետև դա էր նա անում։ Նա ներեց։ Եվ ներելով ինձ, նա ինձ սովորեցրեց կյանքիս ամենակարևոր դասը, որ իսկական սերը պայմաններ չունի։ Այն պարզապես կա։ Նա կանգ առավ, արցունքները հոսում էին նրա դեմքից։ Մայրիկ, գիտեմ, որ լսում ես ինձ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ չես հրաժարվել ինձնից։ Շնորհակալություն, որ երկրորդ հնարավորություն ես տվել։ Շնորհակալություն, որ սովորեցրել ես ինձ ավելի լավ մարդ լինել։ Ես քեզ կպատվեմ ամբողջ կյանքումս։ Եվ երբ իմ ժամանակը գա, հուսով եմ քեզ կգտնեմ մյուս կողմում, այն ժպիտով, որը միայն դու ունեիր։ Կարմենը թաղվել է ամուսնու կողքին, Սան Պաուլոյի ներքին մասում գտնվող պարզ գերեզմանատանը։ Մարկոսի տապանակարի վրա փորագրված էր հետյալը։ Այստեղ է Կարմեն դա Սիլվա Մենդեսը։ Մայր, մարտիկ, հաղթող, որը ցավը վերածեց ուժի։ Եվ վրեժը դառնում է փրկագնումը։ Եվ ստոր մի արտահայտություն, որը Կարմենը միշտ ասում էր։ Երբեք մի թերագնահատեք մորը։ Նա կարող է ամեն ինչ ներել։ Բայց երբ նա որոշում է գործել, ոչ ոք չի կարող նրան կանգնեցնել։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ վրեժը միշտ չէ, որ կործանարար է։ Երբեմն դա արդարության հասնելու միակ ճանապարհն է։ Երբեմն դա դաս տալու միակ միջոցն է, որը բառերով հնարավոր չէ։ Կարմենը չարամտությունից դրդված չավերեց որդու կյանքը։ Նա այն ոչնչացրեց վերականգնելու համար, որպեսզի ցույց տա, թե ով է դարձել հնարավորություն տա նրան ավելի լավ մարդ դառնալու։ Եվ դա աշխատեց։ Եթե դուք նմանատիպ իրավիճակում եք, եթե ձեզ լքել է մեկը, ով պետք է սիրեր ձեզ, իմացեք, որ դուք մենակ չեք։ Եվ իմացեք, որ կյանքն ունի արդարություն հաստատելու խորհրդավոր ծեր։ Երբեմն դա ժամանակ է պահանջում, բայց միշտ գալիս է։ Եվ եթե դու այս պատմության անշնորհակալ երեխան ես, դեռ ժամանակ կա։ Փնտրիր քո մորը, քո հորը, նրան, ում լքել ես։ Խնդրու ներողություն։ Վերականգնիր հարաբերությունները։ Մինչ ուշ չէ։ Որովհետև մի օր շատ ուշ կլինի, կմնա միայն ափսոսանքը։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, բաժանորդագրվեք ալիքին, թողեք լայք, կիսվեք դրանով նրանց հետ, ովքեր պետք է լսեն սա։ Եվ մեկնաբանություններում ասեք. Երբ է անարդար եղել եք ձեզ սիրած մեկի հետ։ Ինչ եք արել, մեղքը քավելու համար։ Շնորհակալություն, որ մնացիր մինչ վերջ։ Հոգ տար նրանց մասին, ովքեր սիրում են քեզ։ Գնահատիր նրանց, ովքեր քո կողքին են։ Եվ հիշիր, ամենավտանգավոր մարդը նա չէ, ով գոռում է։ Այն նա է, ով լուր դիտում է։ Եվ երբ նրանք գործում են, ետդարձի ճանապարհ չկա։ Մինչ հաջորդ պատմությունը։